Հարց համար 5 գույք հետ վերցնելու, նվիրաբերելու եւ գույքի նվիրատվությունն ընդունելու մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան։ Համեցեք, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Խաչատուր Կեչարեցու փողոց 1 հասցեով որպես առանձին գույքային միավոր գրանցված 3680 քառակուսիմետր մակերեսով շենք շինությունները, ինչպես նաև դրանցով զբաղեցրած օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2.9 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Ծաղկաձոր համայնքին վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի եւ քաղաքային զբոսայգի կառուցելու նպատակով։ Միաժամանակ ընդունելով Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շենքի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը։ Նախագծի մշակումը պայմանավորված է Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկով, համաձայն որի նախատեսվում է մինչև 29 թվականի ավարտը նվիրաբերվող տարածքում Ծաղկաձոր համայնքի միջոցների հաշվին իրականացնել 1 միլիարդ դրամի ներդրում։ Նախագծով սահմանվել է նաև, որ Ծաղկաձոր համայնքի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 339.6 քառակուսիմետր մակերեսով վարչական շենքը եւ դրա սպասարկման եւ օգտագործման համար հատկացված 610 քառակուսիմետր մակերեսով հողամասը նվիրաբերվի Հայաստանի Հանրապետությանը, սակայն Ծաղկաձոր համայնքը կշարունակի իր գործունեությունը նշված հասցեում, մինչև համայնքին նվիրաբերվող տարածքում կկառուցվի համայնքի նոր վարչական շենքը, թատրոնի շենքը, ավտոկայանատեղին եւ քաղաքային զբոսայգին։ Ընդհանուր առմամբ այդ նվիրաբերվող հողամասի վրա, պարոն վարչապետ, կա 5 շինություն, նախատեսվում է այդ 5 շինությունները ապամոնտաժել, կառուցել 2 նորը, այդ մեկում կլինի համայնքի վարչական նոր շենքը, երկրորդում թատրոնը, դրանց կիսանկողային հարկերում եւ բակային տարածքում կլինեն նաեւ ավտոկայանատեղիներ 110-ից մինչեւ 200 տրանսպորտային միջոցների համար, իսկ ընդհանուր այդ 2.9 հեկտարի մեջ 2 հեկտարը հատկացված է լինելու զբոսայգի կառուցելու համար։ Եթե ընդհանուր, ապա սա է, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, հարգելի գործընկերներ, եթե շատ կարճ ձևակերպենք, այսինչ որոշումը եւ ինչի մասին է, մենք ըստ էության Ծաղկաձորում 3 հեկտար տարածք փրկում ենք կոմերցիոն ներդրման տրամաբանությունից եւ հանրային ներդրում ենք ապահովում, ինչպես արդեն ասվեց, որ զբոսայգի լինի, ավտոկայանատեղիներ լինեն, թատրոն լինի եւ իհարկե նաեւ համայնքի վարչակազմի շենքը եւ այս ներդրումը շատ կարեւոր եմ համարում, Ծաղկաձորի հետագա զարգացման առումով, որովհետեւ որոշակի խնդիրներ ենք մենք արդեն տեսնում Ծաղկաձորում, նախկինում երբ որ Ծաղկաձորը որպես ըստ էության իր ձևի մեջ այլընտրանք չուներ, այնտեղ եւ տրամաբանությունն այն էր, որ այլընտրանք չկա եւ կարծես թե մենք մի փոքր այլ աչքով էինք նայում Ծաղկաձորին, բայց հիմա երբ որ արդեն այլընտրանքը նոր սկսում է ի հայտ գալ, արդեն Ծաղկաձորում խնդիրներ են ի հայտ գալիս, մասնավորապես Եղիպատրուշ ապարան խոշորացված համայնքում լեռնադահուկային գոտին, որը ժամանակակից ներդրում է, ըստ էության այսօր արդեն դեռ չգիտեմ այդ ներդրման երևի ինչ որ մի տոկոս է կատարվել, չգիտեմ 20, 30, 40 թե ինչքան էական, բայց ընթացքի մեջ է եւ արդեն ակնհայտ է, որ Ծաղկաձորում կան խնդիրներ եւ այստեղ մենք պետքա մտածենք, այսինքն առաջին հերթին Ծաղկաձոր համայնքը պետք է մտածի, բայց մենք էլ պետքա մտածենք, նաեւ բնակավայրի իմիջը փոխելու առումով, որովհետեւ նաեւ նախորդող շրջանում որոշակի պատկեր է ձևավորվել, որը այսօրվա պայմաններին այնքան էլ կարծում եմ համապատասխանեցնելու ավելի մեծ խնդիր կա, որովհետև նույն ավտոկայանատեղիները, չէ, փողոցներում բնականաբար մեծ հոսք մարդկանց, ավտոմեքենաների կայանելու տեղ չի լինում, խցանումներ եւ այլն եւ այդպես շարունակ,
եւ դա խնդիրներ է առաջացնում։ Հիմա մենք այս ներդրման հույս ունենք, որ Ծաղկաձորում զբոսայգի նորմալ ինչ որ գոնե կենտրոնը բեռնաթափելու համար ավտոկայանատեղիներ կլինեն, թատրոն կլինի։ Ես հույս ունեմ նաեւ, որ լեռնադահուկային հատվածի հետ կապված մենք կզբաղվենք, տեսնենք ինչ խնդիր կա եւ որպեսզի նաեւ այս խնդիրը պետքա դնենք, որ Չնայած ինձ թվում է մրցակցությունը ինքը կբերի նաև նման երևույթների, որ արդեն մարդիկ ստիպված կլինեն մտածել, թե ինչ անենք, որպեսզի մրցակցությանը դիմանանք եւ կարծում եմ, որ Հայաստանում նման մակարդակի նաև ձմեռային ռեզորտներ պետքա լինեն ոչ մեկը, ոչ երկուսը, այլև առնվազն եւս մի այդպիսի նման ներդրումային ծրագիր ոնց որ թե ընթացքի մեջ է եւ ընթանում է, բայց նաեւ Ծաղկաձորը, որը մեզ համար ավանդական եւ շատ կարևոր տեղ է եւ մեր հանրապետության կարևոր բնակավայրերից մեկը պետք է նաեւ պատշաճ ուշադրության արժանանա։ Եվ կարծում եմ լավ ենք անում, որ նվիրում ենք Ծաղկաձոր համայնքին այս հողակտորը, ավելի ճիշտ այս նախագիծն ենք նվիրում, որ իրականացնենք։ Համեցեք, պարոն Պապյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, սա շատ կարևոր ծրագիր է Ծաղկաձորի համար, դուք արդեն նշեցիք Ծաղկաձորի եւ խնդիրները եւ մարտահրավերները, ձեր թույլտվությամբ մի երկու հետաքրքիր թիվ նշեմ, Ապարան համայնքում ներդրումային ծրագիրը, երբ որ կառավարությունը 21 թվականի ամռանը հաստատում էր, այն ժամանակ հաստատել էր հետևյալ պայմանով 15 միլիարդ դրամ հիմնական ներդրողը պետք է ներդներ, 15 միլիարդ դրամ այլ ներդրողներ եւ արդեն իսկ հիմնական ներդրողը 30 միլիարդից ավել է ներդրել եւ դեռ ներդրումներ շարունակվում են։ Ուզում եմ նշել, որ այս մասով ներդրումների ծավալը գերազանցել են բոլոր, այսպես ասած, նշված թվերը եւ սա հաջող ծրագիր է։ Ինչ վերաբերում է մյուս ծրագրին, ապա որը Արագածի լանջին է, այստեղ ուրեմն հողերի այսպես գնման process-ն է եւ հուսով ենք շուտով կավարտեն եւ արդեն կանցնեն բուն ներդրումների իրականացման փուլին, իսկ Ծաղկաձորի համար կարծում ենք, որ այո, անհրաժեշտություն կա եւ նոր ճոպանուղու եւ իհարկե արհեստական ձյան համակարգերի ստեղծման, որոնք պարտադիր պայման են երկար սեզոն ունենալու համար եւ կարծում ենք, որ մրցակցությունը անպայման կբերի, որովհետեւ Ծաղկաձորում շատ զարգացած այլ ենթակառուցվածքներ կան եւ այստեղ այդ ենթակառուցվածքների հիման վրա այս ներդրումները կպահեն քաղաքի առաջատար դիրքերը որպես ձմեռային туриզմի կարևորագույն կետ Հայաստանի համար։ Դե ամառային туриզմի համար էլ Ծաղկաձորը շատ լավ տեղ է։ Ուղղակի եմ ասում, մենք պետք է ուշադրել լինենք, դե նրբություններ կա, մարդը մի անգամ գնում, երկու անգամ գնում, որ խցանումներ մի քիչ շատ է ալնում, հաջորդ անգամ արդեն արգելք է դառնում, այսինքն խցանումը դեռ ոչինչ ավտոկայանատեղի խնդրեմ կա եւ այլն եւ մենք համայնքին պետք է աջակցենք, որպեսզի էլ չմոռանանք նաեւ, որ Ծաղկաձոր խոշորացված համայնքի մասին է խոսքը եւ Աղավնաձոր բնակավայրն էլ էր, չէ՞, Ծաղկաձոր խոշորացված Մեղրաձոր, ճիշտ եմ ասում անունը, Աղավնաձոր, շատ լավ Հանքավանը, որը էլի հոյակապ իմ կարծիքով այդ առումով պատշաճ դեռևս չգնահատված տեղ է, որովհետև գեղատեսիլ վայրեր են եւ ամառային եւ ենթակառուցվածք, էլի ենթակառուցված։ Եթե մենք ենթակառուցվածքների հարցում կարողանանք մեր ծրագրերը միջև Հանքավանի միջայլոց ճանապարհը բերել ենք շատ լավ վիճակի, հոյակապ ճանապարհը, գեղատեսիլ ճանապարհը, այնտեղ ջրամբարը որն էր, Մարմարիկի ջրամբարներ եւ այդ ջրամբարի հետ ինքը շատ լավ պատկեր է եւ համոզված եմ, որ ենթակառուցվածքների հարցում հետեւական լինելու դեպքում մենք կապահովենք, որպեսզի զարգանա համայնքը։ Նկատի ունեմ Ծաղկաձոր բնակավայրը, այս խոշորացվածի տրամաբանության մեջ ինքը նոր կյանք եւ նոր բովանդակություն ստանալու, այսինքն զարգացնելու բովանդակությունը շատ լավ հնարավորություն ունի եւ կարծում եմ, որ մրցակցությունը լավ է, որ հանրապետությունում մենք ունենք նաեւ այդպիսի մրցակցություն։ Բայց որոշ դեպքերում մենք պետք է նաեւ աջակցենք, մենք ջերմուկին էլ պետք է աջակցենք, որպեսզի լեռնադահուկային եւ ամառային туриզմի առումով էլի մրցակցենք, բայց էլի կարծում եմ, որ մենք պետք է օգնենք, որ նրանք միջազգային
ասպարեզում արդեն մրցակցեն իրար հետ եւ նաեւ միջազգային առումով գրավիչ պայմաններ ապահովեն։ Այնպես որ համաձայն եմ, որ կարևոր ծրագիր է, համաձայնք։ Ես մի բան էլ ավելացնեմ, պարոն վարչապետ, որ քաղաքը չունի զբոսայգի, այսինքն ճիշտ է կայանատեղին ինքը շատ կարևոր է տրանսպորտային այդ բեռնվածությունը կամ բեռնաթափելու համար փողոցները, հաշվի առնելով, որ շրջակայքում նաև գտնվում են տարբեր եկեղեցիներ, վանական համալիրներ, այս առումով զբոսայգին նույնպես կարծում ենք բավականին դրական ազդեցություն կունենա թե քաղաքացիների համար, որոնք բնակվում են Ծաղկաձոր համայնքում կամ քաղաքում, թե տուրիստների համար, որոնք այդ վայրերը գալիս են եւ ծանոթանում են։ Այո, շատ կարևոր բան է, Ծաղկաձորում պարզ կարա տարօրինակ թվա, բայց զբոսնելու տեղ չկա, հանրային, որովհետեւ հանգստյան տներ են եւ այլ պարփակված տարածքներ են եւ զբոսայգի ունենալը շատ կարեւոր է եւ հույս ունեմ, որ կհետեւենք, որ նախագծերը զբոսայգիների լինեն ժամանակակից պահանջներին համապատասխանող, համենայն դեպս համանքի կողմից ստանձնած ներդրման ծավալը թույլ է տալիս, որ պատշաճ մակարդակի ենթակառուցվածք ունենանք։ Շատ լավ, կան դիտարկումներ այլ չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։